Արգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Ինչպես գիտեք, երեկ տեղի ունեցավ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի չնախատեսված կայծակնային այց Հայաստան։ Դնում եմ մի կողմ այդ այցի հետ կապված բոլոր գեոպոլիտիկ, դիվանագիտական եւ մնացած նրբությունները, որոնց մասին մի քիչ խոսվել է եւ ելի կխոսվի։ Ուզում եմ հիմա ձեզ պատմել այն մասին, ինչին դեռ չի անդրադարձել Հայաստանի լրատվական եւ քաղաքական դաշտը, հատկապես ընդդիմությունը։ Մարկո Ռուբիոն իր 1 ժամից պակաս տևած այցելության ժամանակ ստորագրեց 3 փաստաթուղթ Հայաստանի հետ եւ ուզում եմ կարճ դες ներկայացնել այդ 3 փաստաթղթերի հետ կապված կարևոր նրբություններ, որոնք այս պայդրությամբ դուրս են մնացել ընդդիմության խոսույցից։ Ուզում եմ օգնել ընդդիմությանը, զբաղված է ընտրարշավով եւ քանի որ ինքս աշխատել եմ 3 այդ փաստաթղթերի վրա ներկայացնել ձեզ եւ իրենց այն հիմնական խնդիրները, որոնք կան այդ փաստաթղթերում, որպեսզի դրանք ճիշտ ներկայացվեն մեր հասարակությանը եւ օգտագործվեն նաեւ ընտրարշավի ժամանակ։ Ուրեմն 3 ստորագրվեց 3 փաստաթուղթ, առաջինը ուրեմն հազվագյուտ մետաղների օգտագործման հետ կապված շրջանակային փաստաթուղթ, դրա հետ կապված ուզում եմ կարճ անդրադառնալ, ձեզ ներկայացնել հետեւյալը, որ առաջին հայացքից ԱՄՆ-ի ընդհանուր քաղաքականությունն է հազվագյուտ եւ հանքանյութերի եւ մետաղների հանածոների հետ կապված առաջնահերթություն ամբողջ աշխարհով ունենալ, մատակարարման եւ այլն։ Առաջին հայացքից կարող է թվալ, որ այս փաստաթուղթը Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ է, իրականում շատ հետաքրքիր նրբություն կա այստեղ։ Հայաստանում հիմնական կարևոր ուրեմն հանածոն դա մոլիբդենն է, որը համաշխարհային պաշարներով 7% ունի մեր երկիրը, աշխարհի 7% մոլիբդենը մեզ մոտ է, Սյունիքում է։ Հիմնականում եւ այդ ըստ բաց աղբյուրների այդ հանքանյութի հիմնական սպառողը ոչ Ռուսաստանն է, ոչ էլ Չինաստանն է։ Այդ հանքանյութի հիմնական սպառողը Եվրոպական միության երկրներն են։ Այո, Վաշինգտոնի հետ կնքված համաձայնագրով փաստացի Հայաստանը ստանձնում է պարտավորություն առաջնահերթ վաճառել եւ ուղղորդել իր հազվագյուտ մետաղները եւ հանածոները ԱՄՆ-ին, փաստորեն իաշիվ Եվրոպական միությանը, որովհետեւ թիվ 1 շուկան Բելգիան է, Հոլանդիան եւ մի շարք այլ երկրներ։ Այսինքն այդ փաստաթղթով Վաշինգտոնը Բրյուսելից ուզում է խլել հայկական մոլիբդենը։ Սա այսպես ասած պարադոքս է այս փաստաթղթի, առաջին հայացքից պարադոքս։ Երկրորդ փաստաթուղթը կոչվում է Հայաստան-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրություն։ Սա հետաքրքիր փաստաթուղթ է, որովհետև Հայաստանի հետ Բայդենի ադմինիստրացիան իր գոյության վերջին օրերին ստորագրել էր ռազմավարական գործընկերության կանոնադրություն։ Սա համապարփակ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ է։ Տեքստային վերլուծությունը ցույց է տալիս, որ կան իհարկե որոշակի տարբերություններ, որովհետև այս նոր փաստաթղթում կա հստակ հղում Վաշինգտոնյան սամիտին անցյալ տարվա, կա տրիպի հետ կապված հիշատակում եւ այլն եւ այլն, այսինքն մի քիչ ավելի կոնկրետիկա կա միջուկային ռեակտորների հետ կապված եւ այլն, այն ինչ որ չկար բայդենական փաստաթղթում։ Բայց խնդիրը մենակ դա չէ, քանի որ Տրամպի ադմինիստրացիան սիրում է, այսպես ասած, տյունինգ անել Բայդենից ստացած այս կամ այն ուղղությունները եւ դարձնել դա աննախադեպ, այստեղ այդ բառը համապարփակ, այս comprehensive բառը թող ձեզ շփոթության մեջ չդնի, սա պարզապես PR, տոնածառային, կոսմետոլոգիական, դեկորատիվ բառ է, որովհետեւ բովանդակության մեջ մի քանի այդ կոնկրետ փաստաթղթերը հանած ուղղությունները, որոնց մասին հայտնի էր արդեն, որևէ լուրջ փոփոխություն չկա, հատկապես ուզում եմ դեր ուշադրություն հրավիրել հետեւյալի վրա։ Ուրեմն comprehensive համապարփակ ռազմավարական գործընկերությունը ենթադրում է նաև հստակ համագործակցություն անվտանգային եւ պաշտպանական ոլորտներում։ Ինքը դրանով է comprehensive, համապարփակ, այսինքն բոլոր ոլորտները պետք է որ ներգրավի, այդ թվում եւ ԱՄՆ-ի եւ մեզ համար կարեւոր անվտանգային ոլորտ։ Այնինչ, երբ որ բացում եք անվտանգային ոլորտի հետ կապված 3-րդ սեկցիան Defense and Security, տեսնում եք, որ այստեղ որևէ լուրջ առարկայական բան գոյություն չունի։ ԱՄՆ-ն չի ստանձնում այս համապարփակ ռազմավարական գործընկերության փաստաթղթով Հայաստանի պաշտպանության, անվտանգության ապահովման որևէ պարտավորություն, բացի մեծահոգաբար թույլտվությունից Հայաստանին ապագայում համապատասխան մեխանիզմներով
գնել ամերիկյան արտադրության զենքեր։ Այսինքն այս փաստաթղթով Հայաստանի պաշտպանունակության, անվտանգության վրա որևէ լուրջ ազդեցություն չի նախատեսվում, որևէ նոր երաշխիք գոյություն չունի, ամենեն չի ստանձնում որևէ պարտավորություն Հայաստանի անվտանգության եւ պաշտպանության հետ կապված, բացի սթից մթից բաների, կարող եք նայել կիբերանվտանգություն, մասսայական ոչնչացման զենքերի հետ կապված տենց բաներ, հսկողական մեխանիզմներ եւ այլն, հա, ամանն շնորհակալ է նաեւ Հայաստանին, որ մենք մեր մասնակցությունն ենք ունենում գլոբալ անվտանգության թեմաներով, Աֆղանստան, Իրաք, Կոսովո, Լիբանան, Մալի, շատ հետաքրքիր է այդ երրորդ բլոկի երկրորդ կետը ամբողջությամբ Սերժ Սարգսյանի օրոք եւ շնորհիվ թողած քաղաքական ռազմաքաղաքական ժառանգության մասին է, որովհետեւ եւ Աֆղանստան, Իրաք, Կոսովո, Լիբանան, Մալի, այս բոլոր թեմաները կամ սկսվել են Սերժ Սարգսյանի իշխանության օրոք կամ շարունակվել, եթե չեմ սխալվում, միայն Աֆղանստանն է, որ դրանից առաջ էր։ Ուրեմն Համենայն դեպս այս երրորդ սեկցիայում, որը կոչվում է անվտանգություն եւ պաշտպանություն, որևէ անվտանգային երաշխիք Հայաստանին չի տրվում, ինչ հակասության մեջ է մտնում համապարփակ գործընկերության հասկացության հետ, այսինքն ակնհայտ է, միայն այս գլխից արդեն ուրիշ բան չեմ ասում, ակնհայտ է, որ համապարփակ բառը ունի բացառապես դեկորատիվ կոսմետոլոգիական, տենց ֆինտիֆլուշկա բնույթ, որովհետեւ որևէ լուրջ փոփոխություն այն մեզ համար չի նախատեսում անվտանգության ամրապնդման հետ կապված, բացի կրկնեմ Հայաստանին տրված խոստումից, որ վաղը մյուսօր կարող եք ԱՄՆ արտադրության զենքերն առնել։ Բոլորս գիտենք ԱՄՆ արտադրության զենքերի գինը համաշխարհային շուկայում դրանք ամենաթանկ զինատեսակներից են, եթե ոչ ամենաթանկը, եւ մեծ հարց Հայաստանը երբևէ լուրջ զենք այդտեղից կարողանալու է առնել կամ պետք է ընդհանրապես առնել, թե չէ։ Այլ անվտանգային երաշխիքներ, այսինքն առհասարակ անվտանգային երաշխիքներ ԱՄՆ-ն մեզ չի տալիս։ Եվ վերջապես երրորդ փաստաթուղթը, որը կոչվում է մեկ վայրկյան հայերեն տարբերակը բացեմ, ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի միջև Տրամպի ուղի հանուն միջազգային խաղաղության ՏՏՏ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր։ Այստեղ կան շատ լուրջ սպառնալիքներ, ժողովուրդ։ Այս համաձայնագրով ընդհանրապես ընդգծվում է նախապես մեր հայտնած մտահոգությունը, իմ հայտնած մտահոգությունը առ այն, որ թեպետ բաշխում այսպես ասած ակցիաների այդ Տրամպի ուղու կներեք 74-26 պետք է լիներ, այս համաձայնագրով նոր կնքված ակնհայտ երևում է, որ հանգիստ այս պրոյեկտը կարող է վերածվել ոչ թե հայ-ամերիկյանի, այլ հայ-ամերիկյանը ադրբեջանականի, հայ-ամերիկյանը թուրքականի։ Այստեղ չկա արգելք այս նոր փաստաթղթով կողմերին վերավաճառել կամ որևէ այլ կերպ փոխանցել իրենց մասնաբաժինները, իրենց չափաբաժինները այդ տրիպի մեջ երրորդ կողմերին։ Ավելին նախատեսված է մեխանիզմ, թե ինչպես պետք է կողմերը, եթե ուզում են այդ չափաբաժինները փոխանցել այլ կողմերին, ինչպես պետք է այդ հարցը լուծվի։ Պրոբլեմ առաջին, այս համաձայնագիրը ընդգծում է մեր մտահոգությունը առ այն, որ այս պրոյեկտը, տրիպ պրոյեկտը չի մնալու հայ-ամերիկյան, հələ դնում եմ մի կողմ, լավ օքեյ, թող մնում էր հայ-ամերիկյան։ Ակնհայտ է այս համաձայնագրով, որ կողմերը կարող են փոխադարձ համաձայնությամբ երրորդ կողմերին փոխանցել իրենց ակցիաները։ Ակնհայտ է, չէ՞ որ այդ երրորդ կողմերի մեջ առաջին հերթում կանգնած է Թուրքիան եւ Ադրբեջանը։ Հա, Հայաստանից ակնկալվում է համաձայնություն։ Հայաստանի համաձայնության դեպքում դա կարող է տեղի ունենալ։ Որևէ մեկը կասկածում է, որ եթե Թուրքիան ուզեցավ, իսկ նա ուզում է գնել կամ Ադրբեջանը, ամերիկացիք էլ ասեցին օքեյ, Հայաստանի այս գործող իշխանությունները կարողանալու են ասել չէ, այսինքն դա բացարձակ երաշխիք չի, որ Հայաստանի գործող իշխանություններից կախված է լինելու այդ ակցիաների վերաբաշխումը, հակառակը, դա ամենամեծ սպառնալիքներից է, որովհետև այս իշխանությունը թրքահպատակ է, թրքամետ է եւ պրոթուրքական է։ Եվ սա հստակ է։ Ավելին ասեմ ձեզ, ես չեմ բացառում, որ եթե Աստված մի արած Նիկոլը ինքն հռչակվեց վարչապետ հունիսի 7-ից հետո, ապա Հայաստանի անունից ինքը Նիկոլը որոշակի մասնաբաժին նվիրելու է Ադրբեջանին եւ Թուրքիային։ Հիշեք այս խոսքերս։ Եթե չկանխեցինք հունիսի 7-ին Նիկոլի վերարտադրությունը, ապա Նիկոլը մեր բոլորի անունից վերանվիրելու է այս տրիպում մեր ունեցած չափաբաժին Ադրբեջանին կամ Թուրքիային, կամ վերավաճառելու է սիմվոլիկ գներով, հա կնայեք։
Հաջորդ մտահոգությունը այն է, որ ուրեմն այդ տրիպ կորպորացիան, որը ստեղծվում է այդ մասնաբաժիններով, իրավունք է ունենում այսպես ասած կապալառուներ ունենալ եւ որոշել այս կամ այն գործողության, այս կամ այն գործառույթի, այս կամ այն ուղղության համար վարձել նոր կողմերի։ Այդ նոր կողմերը երրորդ կողմեր են կոչվում, ակնհայտ է նաեւ այստեղ, որ դրանք առաջնահերթության կարգով կարող են լինել թուրք ադրբեջանական ֆիրմաներ, կամպանիաներ, որոնց այս տրիպ կորպորացիան, այսպես ասած, պատվիրակելու է որոշակի լիազորություններ, պատվիրակելու է որոշակի գործառույթներ։ Եվ այդ երրորդ կողմերը, օրինակ թուրքական այս կամ այն կամպանիան կամ ադրբեջանական, ստանալու են նույն իրավունքները այդ ֆունկցիան ապահովելու համար, ինչ որ տրիպ կորպորացիան։ Ֆիքսեցինք սա, այսինքն առաջի սողանցքը, որ թողած է, այնա, որ կողմերը կարող վերավաճառեն ակցիաները կամ վերաբաշխեն երրորդ կողմերին, երկրորդը այնա, որ այդ կորպորացիան կարող վարձի երրորդ կողմ եւ այդ երրորդ կողմը ունենալու է նույն իրավունքները այս համաձայնագրով նախատեսված համապատասխան գործառույթներով, ինչ որ ԱՄՆ-ն եւ Հայաստանը, եւ այդ երրորդ կողմերը մեծ հավանականությամբ նորից կրկնեմ կարող են լինել թուրքական կամ ադրբեջանական կամպանիաները կամ իրենց կապիտալի մասնակցությամբ այդ կամպանիաները։ Այսինքն ստեղ էլ կա պատուհան, որ ֆորմալ առումով կարող են պահել հայ-ամերիկյան պրոյեկտը, բայց հողի վրա բոլոր գործառույթները պատվիրեն թուրքական կամ ադրբեջանական կողմերին։ Հաջորդ խնդիրը այս համաձայնագրի մեջ այն է, որ փաստորեն Հայաստանը իրոք զրկվում է սեփական ինքնիշխանությունից այդ տարածքի վրա։ Հայաստանը այդ տարածքի հետ կապված իրավունքները բացառությամբ այն մաքսային, հարկային, մաքսային տենց ընթացիկ անվտանգային եւ այլն ամբողջությամբ տալիս է այդ կորպորացիային, որտեղ 74%-ը Հայաստան չի։ Այսինքն խոսել ինքնիշխանության մասին այս ռեժիմի օրոք, որը որ բացի մնացած ամեն ինչից, նաև մեր աչքի դեմը, մեր սեփական հողը ամենաթանկ աշխարհի երևի գեոպոլիտիկ առումով ամենաթանկ, իսկ հայերի համար ընդհանրապես սակարկությունից վեր հողը պատրաստ է տալ այլ կողմի, սա պարզապես զավեշտ է, սա պետական դավաճանության հավասար բան է, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս համաձայնագրով նախատեսված է, որ եթե այս համաձայնագրի դրույթները հակասում են մեր օրենքներին, ապա գործում է այս համաձայնագիրը, եթե չի հակասում հա սահմանադրությանը։ Դե ինչպես է Նիկոլը ուզում վերաձևել մեր սահմանադրությունը, եթե մնա իշխանության, բոլորը շատ լավ արդեն գիտենք եւ պատկերացնում ենք։ Հետևաբար, այս 3 ստորագրված փաստաթղթերը Ա. Հայաստանին ոչ մի բան չեն տալիս, ոչ մի ուղղություններով։ Հայաստանից խլում են ինքնիշխանություն, Հայաստանի ներսում բատուհան են բացում թուրք-ադրբեջանական ներխուժումների տնտեսական ինվեստիցիոն սկզբի փուլում ներխուժումների համար, անվտանգային որևէ բաղադրիչ Հայաստանին լուրջ չեն ավելացնում եւ նպատակ ունեն բացառсан Նիկոլը վճարում է Ամերիկայի Միացյալ Նահանգների աջակցության համար գին մեր բոլորի հայրենիքի հաշվին, մեր բոլորի երեխաների հաշվին, այս 3 համաձայնագրերը Նիկոլի լավությունն է Վաշինգտոնին, որով ինքը լոյալության համար կամ իրեն հանդուրժելու համար կամ իր հետ աշխատելու համար մեր բոլորի հաշվին, մեր բոլորիս հայրենիքի հաշվին փորձում է վճարել։ Այսինքն Նիկոլը իր քարոզարշավային PR-ի համար եւ գեոպոլիտիկ հովանավորության համար մեր հայրենիքով վճարում է Վաշինգտոնին։ Վաշինգտոնին մեղադրելու բան չկա, մարդիկ օգտվում են այն հնարավորություններից, որ ունենք։ Մեղավորը մենք ենք, որ առ այսօր այս մարդը մեզ ներկայացրել է Նիկոլի մասին է խոսքը եւ կլինենք երիցս անիծված ժողովուրդ, եթե հանկարծ հունիսի 7-ին սա մնաց վարչապետ։ Լավ մնացեք։